Հարգելի հեռուստադիտողներ, Ֆակտոր TV-ին զրուցելու է Պլյուս 374 քաղաքական ինքնորոշման ակումբի նախագահ Գարեգին Նիսկարյանը։ Ողջույն, պարոն Նիսկարյան։ Բարև ձեզ։ Պարոն Նիսկարյան, հեցի պետականացման ուղղված նախագիծ առաջին ընթերցման խորհրդարանը ընդունել է եւ վարչապետը հայտարարում էր, որ այն աշխատակիցները, որոնք իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսից կազատվեն աշխատանքից, նրանք ովքեր հետ աշխատակիցներ պարտադրում են հավաքներ մասնակցել, նաեւ կդատվեն։ Տեսեք, այս հայտարարությունը տարակարծումների տեղիք է տվել, որովհետև Հայաստանում դատելու իրավունք, ինչքան գիտենք, ունի դատարանը։ Այո, չի կարելի օրենքով արգելված է մարդկանց հարկադրել հավաքների մասնակցել, բայց արդյոք վարչապետը կարող էր այդպիսի խոստում տալ կամ ընդդիմությունն ասում է սպառնալիք, կդատվեն նրանք, ովքեր պարտադրում են մասնակցել հավաքների։ Ճիշտ ասած, վերջի շրջանի վարչապետի հայտարարությունները ինձ մի այդպիսի բան են հիշեցնում Ահեղ Ատյանի մասին, հա, այսինքն վարչապետը որոշել է, որ ինքը Ահեղ Ատյանն է, հոգևորականներին դատելու է, չգիտեմ, այնտեղ տերորիստներին դատելու է, հիմա հեծի աշխատակիցներին է դատելու, վաղը երևի մեզ է դատելու։ Ես չգիտեմ ինքը ինչու է այդպիսի հայտարարություններ անում, ինչն է իրեն դրդում նման վարք էլ չէ, խոսույթ ավելի շատ օգտագործել, բայց դե հասկանում ենք, որ դա լուրջ չի, այսինքն այնպես չի, որ Հայաստանում Նիկոլ Փաշինյանը իր այդ բոլոր լիազորությունները կատարել էր, հիմա մի հատ էլ մնացել էր դատարանի լիազորությունը վերցնի իր վրա ու վերջ։ Բայց մյուս կողմից գիտենք, որ դատարաններն էլ անկախ չեն Հայաստանում եւ այն ցավոք պիտի ասեմ, որ այն գործընթացը, որը հիմա Հայաստանում շարունակվում է, ապօրինի գույքի եւ օրինակ նույն հեցի պետականացման կամ ազգայնացման շրջանակներում դա ինչքան որ կարող է առաջի հայացքից թվալ, որ արդարությունն է վերականգնվում, միևնույնն է հիմք է տալիս դրա հետ ավելի ճիշտ զուգահեռ գնացող մյուս գործողությունները, կոռուպցիոն սկանդալները եւ իշխանությունների լռությունը դրանց վերաբերյալ հիմք է տալիս կարծելու, որ սա դասական կապիտալի վերաբաշխման գործընթաց է։ Բայց իշխանությունն ասում է, նրանք ունեն, այսպես ասենք, թերացումներ, խնդիրներ, Փաշինյանն ասում է, չկա գյուղ ու շենք, որ ես մտնեմ ինձ հեցի վատ աշխատանքից չհարցնեն եւ այդ գործընթացը սկսել ենք ավելի վաղ, ինչ դասական կապիտալի վերաբաշխում դա վերադարձնում ենք ժողովրդին հեցը, որովհետեւ հեցը բնական մենաշնոր է եւ այն պետք է լինի ժողովրդինը։ Դե ոնց ասում են կապրենք կտեսնենք։ Ես ասում եմ այն տրամաբանությունը, որ կա գործող իշխանության մոտ եւ այն հանդուրժողականությունը ներքին կոռուպցիայի նկատմամբ, որի մասին որ մենք լսել ենք, որին ականատես ենք եղել, տարբեր են, հա, դրանք, այսինքն շատ մեծ հանրային հնչեղության հարցեր կան։ Նույն Անիֆի պատմությունը, հա, դրանց վերաբերյալ դեռևս ոչինչ, այսինքն եթե յուրային է, դե խայտառակություն է ամոթ իրենց, որ այդպես են արել, իսկ եթե յուրային չէ, ուրեմն պետքա ազգայնացվի կամ պետականացվի, դա է, այսինքն ընտրովի արդարադատությունն է անհանգստացնում։ Իսկ դուք տեսնում եք որևէ լուծում այդ պետականացման արդյունքում, հեցի հետ ինչ տեղի կունենա։ Դժվար է ասել, հաշվի առնելով այն, որ Հայաստանում պետական ինստիտուտները մենեջմենթի լուրջ խնդիր ունեն,
հաշվի առնելով պետական են բոլոր ծրագրերը, որոնք իրականացվում են եւ դրանց ձախողումները, նույն հյուսիս-հարավը, նույն հայ-փոստը, նույն էլի կան, հիմա կարևոր չի այդ բոլորը թվարկելը, բայց դրանք մտահոգվելու տեղիք են տալիս եւ մի որոշ ժամանակ անց հնարավոր է որ դարձյալ շուկայականի ցածր գնով հեծը վաճառվի մասնավոր մի ընկերության կամ մի քանի ընկերությունների, չգիտեմ, որոնց հետ կարծում եմ որոնց թվում չեն լինի նախկին իշխանավորներ եւ այսպես կոչված ոչ հայամետ կապիտալ։ Իրանք այդպես մեկնաբան են։ Պարոն Իսկայան, իսկ վերջին օրերի, վերջին շրջանների կալանավորումները բարձրաստիճան հոգևորականների Միքայել arczepiskopos, Աջափահյան Բագրատ arczepiskopos, Գալստանյան, ինչպես եք դուք գնահատում ամեն դեպքում ընդդիմությունը սա կասկածի տակ է դնում, դիտարկելով որպես, այսպես ասենք, ազգային ուժերի դեմ պայքար, որ իշխանությունը փորձում է վնասել եկեղեցուն, այն ինչ որ բնութագրում է հայ ժողովրդի ինքնությունը, իշխանությունը հարվածներ է հասցնում, այն ինչպես դուք կմեկնաբանեք։ Այսպես ասեմ, հա, քանի որ Հայաստանում քաղաքական դաշտը կայացած չի եւ առհասարակ քաղաքական մտքի մասսայական, այսպես դատարկ վիճակ է, հանգիստ կարելի է ասել, որ այդ ընդդիմության ցանկացած ներկայացուցիչ կարող էր հոգևորական լինել եկեղեցում կամ վաղն էլ կարող է, հա, օրինակ, սկսած Ռոբերտ Քոչարյանից։ Եվ հակառակը հոգևորականները իրանց ապրած կյանքով, իրանց վարքով, իրանց մոտեցումներով, իրանց պատկերացումներով նույնքան քաղաքական են, ոնց որ կամ ապաքաղաքական, ոնց որ ասացի այն մարդիկ ու իրանք էլ չեն պատկերացնում ինչա պետությունը եւ օրինակի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի, որը չի ուզում կարծում եմ չի ուզում, գոնե հանրայնորեն չի ասել, դառնալ օրինակ կաթողիկոս, բայց չգիտես ինչի սրբազանները ուզում են դառնալ վարչապետ։ Այստեղ զուտ մեր որպես հասարակություն, որպես ժողովուրդ քաղաքական հասունության խնդիր է։ Այն մարդիկ, ովքեր աջակցում են ուժով իշխանությունը գրավելուն, այդ մարդիկ պետք է հասկանան, որ դա պետությունը քայքայելու եւ կործանելու առաջին քայլն է, հա, այսինքն ծաղիկներն են։ Հնարավոր չի ուժով լեգիտիմ իշխանություն գալ եւ կառուցել մրցունակ զարգացող պետություն։ Իսկ եթե պետքա գան գրավեն եւ Հայաստանը կործանեն, օրինակ, խնդիր չկա։ Սա չի նշանակում, որ այն ինչ անում է Նիկոլ Փաշինյանը լավ է եւ մենք պետքա դրա հետ հարմարվենք։ Բայց դա նաեւ չի նշանակում, որ Հայաստանում պետքա ձևավորվի կղերական իշխանություն եւ Հայաստանում որոշումները կայացվեն եկեղեցու քաղաքական որոշումները կայացվեն եկեղեցու կողմից։ Մի կողմից իհարկե դատապարտելի է, ինչպես ասացի արդեն, ընտրովի արդարադատությունը, բայց մյուս կողմից նաև դատապարտելի է ինչպես ուժով իշխանությունը գրավելու կոչերը, այնպես էլ դրա կազմակերպչական աշխատանքները։ Դուք այսինքն այդ քրեական գործով հայտնված մանրամասները դիտարկում եք որպես փաստ։ Ճիշտ ասած, ես չեմ հետևել ամբողջ մանրամասներին Դե եւ ձայնագրությունները հայտնի են Բագրատ arczepiskopos Ձայնագրությունները հայտնի են, որքանով են դրանք հավաստի, ես կդժվարանամ ասել, դա փորձաքննությունը ցույց կտա, բայց խոսվում է նաև ինչ որ տետրի ձեռագիր այ մասին, հա, որ նոթա տետրի մասին, չգիտեմ, ամեն դեպքում այն ինչ հանրային դաշտում կա, այն խոսույթը, այն մոտեցումները որոնց մենք ականատես ենք եղել, դրանք հիմք են տալիս կասկածելու, որ այնուամենայնիվ իրավապահ մարմինների կասկածները հիմնավոր են։ Պարոն Միսկարյան, Լավրովը անհիմն հարձակում է Լավրովը անվանել գլուխը պատին է տալիս։
Իսկ եթե ավելի քաղաքական մեկնաբանություն, ինչու եւ Մարիա Զախարովան էր նաեւ այսօր մեկնաբանություն արել այդ թեմայով ըստ էության ասելով որ դա սարսափելի տեղեկատվական արշավ է Հայաստանի դե եւ պարապտում է հասարակությանը անհասկանալի է թե ինչու է Ռուսաստանը կապվում սրա հետ Մոսկվան անկեղծ ուզում է որ Հայաստանը կայուն եւ բարգավաճ լինի այսինքն նրան խնդրել են մեկնաբանել Ռուսաստանի հետ հայկական ընդդիմության եւ եկեղեցական վերնախավի միջև կապի հարցը։ Ես կարծում եմ Արարատ Միրզոյանը շատ լավ պատասխան է տվել, գրեթե ավելացնելու բան չկա։ Զուտ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւս մեկ անգամ ֆիքսենք, որ Ռուսաստանը շարունակում է նման հայտարարություններով միջամտել կամ անուղղակիորեն փորձում է ազդել հայ հասարակության ներքին համերաշխության վրա։ Ռուսաստանը գոնե այն իշխանությունը, որ այսօր կա Ռուսաստանում, Հայաստանի համար բարեկամ երկիր չէ, մեղմ ասած, եթե ոչ թշնամի, Ռուսաստանը ամենամեծ սպառնալիքն է Հայաստանի ինքնիշխանությանը եւ ես կարծում եմ այն ուժերը, այդ թվում նաեւ եկեղեցին, որոնք ուղիղ եւ անուղղակիորեն կապված են Ռուսաստանի իշխանությունների հետ կամ աջակցում են Ռուսաստանի վարած քաղաքականությունը տարածաշրջանում եւ մասնավորապես Հայաստանում, իրենք օրենքից դուրս են, որովհետեւ Հայաստանի ինքնիշխանությունը բարձրագույն արժեք է եւ ենթակա չէ սակարկման։ Բայց պարոն Միսկարյան, այն փաստը, որ ենթադրեն Գարգին երկրորդը Պուտինից նվեր է ստացել, մեդալ է ստացել հայ-ռուսական հարաբերությունների խորացման համար, իր ջանքերի համար կամ նրա եղբայր Եզրաս arczepiskopos Ռուսայի թեմի առաջնորդն է, դա հիմք տալիս է պնդել, որ եկեղեցին ինչ որ կապ ունի Ռուսաստանի հետ կամ եկեղեցական վերնախավ, այսպես կոչենք։ Ես միայն դրա վրա չեմ հենվում, նաև այլ խոսակցություններ կան, այլ նյութեր կան, բայց ես ավելի շատ խոսում եմ հանրության մեջ իրենց կողմից ձևավորվող տրամաբանության մասին։ Այսինքն, եթե շատ սուբյեկտիվ իմ դիտարկումների մեջ բերեմ, հա, այսինքն հղում անեմ իմ դիտարկումներին, ցավալիորեն շատ-շատ են դեպքերը ռուսամետության են մարդկանց մոտ, ովքեր որ պաշտպանում են Գարեգին Բ-ին։ Այսինքն դա նշանակում է, որ Գարեգին Բ-ն ինչ որ ձևով եւ ոչ միայն Բ-ն, նաեւ ոչ միայն Գարեգինը, նաեւ այլ հոգեվորականներ անուղակի կամ ուղղակիորեն Հայաստանում քարոզում են ռուսամետություն։ Այսինքն այդ կապը ուղիղ ակնհայտ երևում է։ Եթե Գարեգին երկրորդին պաշտպանում են ռուսամետները կամ Գարեգին երկրորդը այդ ռուսամետների աշխարհայացքի ձևավորման մեջ մասնակցություն ունի կամ ռուսները ռուսամետների մոտ Գարեգին երկրորդի նկատմամբ լոյալության դրսևորելու այսպես աշխատանք են կատարում։ Այսինքն այդ կապը անուղղակիորեն երևում է, ակնհայտ դա ինձ համար, որ դա կա։ Հիմա թե այլ ինչ ապացույցներ կան, տարբեր հարցազրույցներ են եղել, ես այն ինչ հիմնավորված չի դրա հղում չանենք, բայց այն ինչ ես տեսնում եմ, դա հիմք է տալիս մտածելու, որ կա այդ կապը։ Պարոն Միրզոյան, տեսեք, հայ առաքելական եկեղեցու խնդիրների մասին խոսվել է շատ երկար, սկսած նրանց բենթլիներից, հարստություններից, նաև ֆինանսական շարժի ոչ թափանցիկ եւ ոչ հասկանալի լինելուց, նաև նույն կուսակրոնության հարցից, Փաշինյանի ասելով չէ, որ հանրության մեջ այդ քննարկումները կան, կաթողիկոսի մյուս բարձրաստիճան հոգևորականների ամուսնացած լինելու ընտանիք ունենալու կուսակրոնության ուխտի խախտման շուրջ դա վաղուց կար այդ տեղեկությունները, ուղղակի իշխանությունը հիմա է ակտիվացնում այսպես այդ թեմատիկան խնդիրներով հանդերձ, արդյոք սա է լուծման տարբերակը, որովհետև
վարչապետը ինչքան էլ ասի ես որպես քրիստոնյա եմ հանդես գալիս, որպես վարչապետ չեմ հանդես գալիս, ամեն դեպքում նա Հայաստանի ղեկավարն է, տիրապետում է անվտանգային կառույցների, լիազորությունների եւ նրա այս ակտիվությունը, քաղաքացիական պայմանագրի այս ակտիվությունը եկեղեցու առնչությամբ դիտարկվում է որպես պետական լծակների օգտագործում։ Փաստացի չի այդ քննադատությունը, որ նրանք այսպես զանց են առնում իրենց լիազորությունները։ Շատ տեղին է այդ քննադատությունը։ Մենք սկզբից խոսացինք եկեղեցու անհրաժեշտության մասին, որ եկեղեցին անջատ լինի պետությունից, դա դրան հասնելու համար պետքա պետությունն էլ եկեղեցուց անջատ լինի։ Եթե Նիկոլ Փաշինյանը որպես հավատավոր մարդ Հայաստանի Հանրապետության աստվածապաշտ քրիստոնյա պայքարում է այդ եկեղեցու դեմ, ինքը պարտավոր է իր լիազորությունները հրաժարվի, վայր դնի, գնա, չգիտեմ, թող հասարակական կազմակերպություն բացի, կամ նախաձեռնություն գրանցի, կամ ինչ որ մի կերպ օգտագործի իր հեղինակությունը, ճանաչելիությունը եւ փորձի դա անել։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության վարչապետն է, ամեն օր է Հայաստանի Հանրապետության վարչապետը, աշխատանքի ժամին էլ, աշխատանքի ժամից դուրս էլ, գիշերն էլ, ցերեկն էլ ինքը հատուկ պահպանվող տարածք է ստացել պետությունից, որտեղ ինքը բնակվում է որպես վարչապետ եւ 24 ժամ ինքը վարչապետ է։ Հետևաբար բոլոր իր գործողությունները, որոնք հանրային բնույթ են կրում, բխում են վարչապետի լիազորություններից կամ հակասում են վարչապետի լիազորություններին։ Այդ դեմագոգիա է, որ ես որպես հավատավոր եմ, ես որպես եմ, Նիկոլ Փաշինյանը գուցե ինչ որտեղ եկեղեցու շահերից բխող նաև քայլեր անում, որ ուզում է եկեղեցին օրինակ մաքրվի, չգիտեմ ինչքանով է դա իրականության հետ ինչքանով աղերս ունի, բայց եւ այնպես ենթադրենք դա ինքը անում է բարի նպատակներով, բայց երբ որ մենք նայում ենք քաղաքական process-ների դիտանկյունից, պետք է հասկանալ հետեւյալը, որ եկեղեցին որպես ռուսական շահերը Հայաստանում առաջ մղող ուժ եւ ազդեցություն ունեցող ուժ լուրջ լծակներ ունի ընտրության արդյունքների վրա, լուրջ ռեսուրսներ ունի եւ այն ինչ հիմա Նիկոլ Փաշինյանը անում է ըստ էության իր համար հիմքեր է ստեղծում ընտրություններում իր վերարտադրությունը կամ վերընտրվելը երաշխավորելու համար։ Այսինքն սա այն սպեկտրն է ընտրողների, որոնց Նիկոլ Փաշինյանը փորձում է գրավել իր կողմը կամ իրենց ղեկավարներին փոխելով գոնե այն թշնամանքը, որ կարող է լինել ընտրությունների օրերին իր եւ իր կուսակցության նկատմամբ մեղմել։ Բայց մյուս կողմից էլ այս թեզի հնչման պարագայում հարց է տալիս, որ Փաշինյանը իրականում չի խախտել Ռուսաստանի կարմիր գծերը, ինչու պետք է ուզենա Ռուսաստանը հեռացնել Փաշինյանին, ռուսական ռազմաբազան այստեղ է, հապկից ԵՏՄ-ից Հայաստանը դուրս չի եկել եւ այսպես ասենք Պուտինի շահերի մեջ բխում է այս իշխանության պաշտոնավարումը, ինչու պետք է այսպես ասենք փորձեր հակաիշխանական օջախներ առաջացնել եւ ազդել 26-ի ընտրությունների վրա։ Դուք ինչ տեսակետ ունեք։ Մի քանի պատճառ կա, թե ինչու Ռուսաստանին ձեռնտու չի Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Առաջինը եւ ամենակարևորը դա այն է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ի տարբերություն Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի չի օրհնվել Ռուսաստանի կողմից ի սկզբանե, այսինքն ինքը եկել է իշխանության ոչ Ռուսաստանի հետ համաձայնեցման ճանապարհով։ Դա նշանակում է վասալի հերացում վասալի կարգավիճակից, ինչը իրենց համար թույլատրելի չի։
Երկրորդ հանգամանքը, որ կա, դա այն է, որ Նիկոլ Փաշինյանը ի տարբերություն նրանց այն դրածոների, այդ առումով պարտական չի Ռուսաստանին եւ դժվար է մի մարդ, որը պարտական չի իր նշանակման կամ պաշտոնավարման համար, պարտադրել բաներ, որոնք գուցե այդ մարդու շահերին դեմ են։ Երրորդը դա այն է, որ Նիկոլ Փաշինյանը որպես ղեկավար վստահելի չի Ռուսաստանի համար։ Այսինքն իրենք գուցե կարողանային լեզու գտնել Նիկոլ Փաշինյանի հետ, եթե վստահեին։ Նրանք վստահ չեն, որ Նիկոլ Փաշինյանը իրենց մի օր չի խափի կամ կարողա դա մեր համար լավ է, որ խափի, ես չգիտեմ։ Այսինքն խնդիրը այն չի, որ ես այստեղ Նիկոլ Փաշինյանի դեմ եմ խոսում կամ կողմ, էլի խնդիրը այն է, որ արտաքին խաղացողների համար Նիկոլ Փաշինյանը վստահելի պարտներ չի, այսպես ասած։ Եվ լավ է, որ Ռուսաստանի համար մենք վստահելի պարտներ չենք։ Եվ վերջինը դա այն է, որ Հայաստանի Հանրապետությունում ռուսամետ իշխանություն կարող է լինել միայն բռնատիրության, ավտորիտարիզմի լավ պայմաններում։ Նիկոլ Փաշինյանը դեռևս պատրաստ չի այդ ավտորիտար համակարգը կառուցելուն իր գիտելիքների, իր անհատական անձնական հատկանիշների եւ այլ հանգամանքների բերումով։ Այս 4 հիմնավոր պատճառը կա, թե ինչու Ռուսաստանը մինչև հիմա չի գտնում Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ Հայաստանում ավտորիտար համակարգ կերտելու ճանապարհը եւ դա պիտի ասեմ մեր համար լավ է որպես պետություն, որպես ժողովուրդ մենք ժամանակ ենք շահում այս ընթացքում մինչև այն, որ կամ նոր քաղաքական ուժեր կձևավորվեն կամ Նիկոլ Փաշինյանը կդառնա ավտորիտար։ Պարոն Իսկարյան, 26-ի ընտրությունների ընթառաջ դուք ինչպիսի ուժի կենտրոններ եք տեսնում քաղաքական պայքարում, պարզ է Փաշինյանի, Բևեռը կլինի Քոչարյանի, Սերժ Սարգսյանի այլ բևեռներ լինելու են, թե մենք կրկին տեսնելու ենք նախկինների եւ ներկաների այդ մրցավազքը, այսպես պայմանական ասած։ Հա, ես կարծում եմ լինելու են եւ նվազագույնը երկու։ Հիմա չեմ կարող ասել անուններ, բայց դաշտում ընթացող process-ները հիմք են տալիս մտածելու, որ առնվազն երկու նոր կայուն եւ հավակնոտ ուժ կձևավորվի։ Իհարկե պետք է հասկանալ, որ փոքր ուժեր եւ առանձին անհատներ, որոնք կուսակցություն ունեին կամ նոր են հիմնել, կմիավորվեն ինչ որ փորձեր կանեն, բայց ես կարող եմ ասել հետեւյալը, որ այն ուժը, որը պիտի Հայաստանում ձևավորի հաջորդ իշխանությունը, ինքը ընտրություններից 2 ամիս առաջ արդեն ակնհայտ ֆավորիտ է լինելու։ Եվ դրա բոլոր նախադրյալները կան։ Իհարկե սա մի տեսակ ֆանտաստիկայի ժանրից է հնչում է, գուցե այն մարդկանց համար, ովքեր խորքային գործընթացներին տեղյակ չեն, բայց կուզեի, որ այս խոսքերին մի քիչ լուրջ վերաբերվել։ Իսկ դուք ինչպես եք վերաբերվում ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրմանը, արդյոք լուրջ եք վերաբերվում, թե այսպես անտեսում եք դա եւ կարևոր գործոն չեք համարում մեր համատեքստում, որովհետեւ տարբեր հարցերում, օրինակ Ռուսաստանը եւ Ադրբեջանը ունեցել են նույն տեսակետը մեզ առնչվող հարցերում։ Օրինակ Արցախի բռնի տեղահանումից եւ հայերի այդ ցեղասպանական արտաքսումից հետո առաջ մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը ասում էր, որ պետք է Եվլախում տեղի ունենան ադրբեջանա-արցախյան բանակցություններ եւ Ռուսաստանը այն ժամանակ ամեն ինչ արեց, որ
արևմուտքում այդ բանակցությունները տեղի չունենան, Արցախի իշխանությունների վրա ճնշումներ գործադրելով եւ այդ մասին կան նաեւ վկայություններ ժամանակին Արցախում իշխանությունների մաս կազմած անձանց կողմից, կա Չակերտավոր Զանգեզուրի միջանցքի հարցը, երբ որ Ադրբեջանը ցանկացել է Ռուսաստանի վերահսկողություն եւ նոյեմբերի 9-ի հայտարարությունն են երկուսով հղում արել նշելով, թե Ռուսաստանը պետք է վերահսկի այդ ճանապարհը։ Այսինքն կան հարցեր, որոնք նրանք մեր թեմատիկայում ունեն նույն տեսակետը։ Այս կոնֆլիկտը կարող է Բաքվի եւ Մոսկվային փոքրինչ հեռացնել եւ այդպես ասենք տանդեմային տրամաբանությունը Հայաստանի պարագայում գոնե թույլատրել, եթե չասենք բացառել։ Նախ ասեմ, որ տարածաշրջանում ցանկացած ապակայունացում մեր համար ցանկալի չի, որովհետև մենք որպես թույլ ինստիտուտներով կամ հաճախ առանց ինստիտուտների պետություն միշտ ոտքի տակ ենք ընկնելու, ավելի ճիշտ միշտ կա այդ վտանգը։ Օրինակ Իրանի դեպքում էլի նորից նույն խնդիրը կար, կախված պատերազմի արդյունքից շատ անհասկանալի էր մեր ճակատագիրը։ Նույնն էլ կասեմ հիմա, հա, Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջև այդ լարումը միանշանակ չի, որ Հայաստանի համար կարող է լինել բարենպաստ կամ ձեռնտու Հայաստանին, որովհետեւ մենք չգիտենք, գոնե ես չգիտեմ այդ փոխադարձ մեղադրանքների եւ ճնշումների հիմքում ինչ է ընկած։ Ես չեմ բացառում, որ օրինակ ի հեճուկս արևմուտքի եւ նաեւ ԱՄՆ-ի կոչերի, որ Ադրբեջանը պիտի հարգի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, օրինակ Ռուսաստանը այդ քայլերով չի փորձում պարտադրել Ադրբեջանին Հայաստանի նկատմամբ ագրեսիա։ Այսինքն շատ դժվար է որևէ կերպ առանց տեղեկատվության իհարկե հաշվել եւ կարողանալ ասել, թե ինչքանով է մեզ սա ձեռնտու, ինչքանով ոչ։ Իսկ եթե հնարավոր չի հաշվել, ավելի լավ է դա չլինի, քան թե վատ հետևանքներով ինչ որ արդյունք ունենանք։ Պարոն Միսկարյան, շնորհակալ եմ այս հարցազրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտողներ, ուղիղ տեսակապով զրուցում ենք Գարեգին Միսկարյանի հետ։